Ես ամբողջ կյանքս առաջնորդվել եմ առաքելական եկեղեցու, այն դժվար պահերին ես հույսս չեմ կոտրել և իմ հույսը Տիրոջ վրա է եղել միշտ առաքելական եկեղեցի գաղափարացված եմ։ Բնականաբար պարոն Կարապետյանի հետ լիովին համաձայն եմ։ Պետք է մենք պահենք մեր հրաժեշտները։ Ինչպես եք գնահատում Փաշինյանի հայտարարությունները, հենց այդ հակաեկեղեցական։ Աստված ինձ խելք հատվել գնահատեմ պարոն Կարապետյանին։ Ոնց կարող եմ, չեմ կարող ինչ գնահատեմ։ Փաշինյանը ներկայացնում այնուամենայնիվ նա մի ամբողջ ազգ է։ Այդ ազգի մեջ ես էլ եմ մտնում։ Ինձ էլ է ներկայացնում, բայց իմ մոտեցումը դա չի։ Այդ այլ հարց է շատ։ Ես ձեր հարցերին կարծում եմ պատասխանեցի։ Այնուամենայնիվ, եթե այսօր Սամվել Կարապետյանին կալանավորեն, հետագա գործունեությունը, ժողովրդի քայլերը ինչպես եք պատկերացնում, դուք ինքներդ ինչ կարող եք անել։ Եթե ինձ չկալանավորեն, ես էլ եմ անպայման լինելու եմ այնքան ինչով պարոն Կարապետյանին ազատագրել։ Այսինքն նույնիսկ պատրաստ եք դատարանի բակում մնալ կամ գնալ։ Միանշանակ, իհարկե։ Տարիներ առաջ այսպիսի բան եթե արվեր, ինչ կկատարվեր, հա, ժողովրդի պասիվությունը նաև շատերին մտահոգ։ Քաղաքականացից հարց տվեցիք, ես ասեցի Քաղաքական պրոցեսները տեղ ունեցան, դրա համար եք այստեղ։ Իմ դիրքը ուրիշ է։ Ես եկել եմ այստեղ, ես հավատքով եմ, երբեք չեմ կոտրվել, երբեք դեմ չեմ գնացել Տիրոջը, ինչքան էլ դժվար է եղել ինձ, ու այսօր տեղի է ունենում այն, ինչ որ մեկանականատես ենք լինում։ Ես այստեղ եմ մեր պարոն Կարապետյանի կողքին լինելու, միացած ցոդենի հատիկ սենց իր կողքը, եթե կարող եմ ինչ-որ բանով օգտակար լինել իմ լինելիությամբ, ես այստեղ եմ։ Իսկ իր գործունեության հետ կապված ինչ կարող եք ասել Սամվել Կարապետյանի, ասում են, որ մեծ գործարար է, բարերար է, բայց ես ակնհայտ տեսել եմ, զգացել եմ, ես շատ փոքր մարդ եմ ինչ-որ բան եմ ասում, անգամ իր ազգանունը տալուց երբեմն ես մտածում եմ, տամ թե չտամ։ Այդքան ես իրան հարգում ու սիրում եմ։ Նիկոլ Փաշինյանը Խնդրում եմ մի հարցեր։ Արցախում Սամվել Կարապետյանի ողջ եւ կորստների։ Ես տեսել եմ։ Բա հիմա ի՞նչն է խնդիրը, որ կանգնել էի պաշտպանություն։ Չեմ կարող ասել, միգուցե իրան հարցնեմ դա։ Ձեր կարծիքով։ Չեմ կարող ասել։ Կան բաներ, որ ակնհայտ մենք տեսնում ենք եւ հետո հակառակ ենք տեսնում։ Չեմ կարող որևէ բան ասել։ Իմ Արցախը կալանավորում հետո ինչ։ Դե կարծում եմ դա ինչ-որ նպատակ ունի։ Խնդրում եմ շատ խորացված ինձ հարցեր մի տվեք։ Ես ուղղակի այստեղ եմ մինչև վերջ լինելու պարոն Կարապետյանի կողքին։ Շատ շնորհակալ եմ, մերսի։ Bravo, բայց ինչ կտրեցի։ Անընդհատ ուզում ենք ցույց տալ։